Բարձրացրեք ձեր աջ ձեռքը երկինք։ Ասացեք Իմանուել, մենք շնորհակալ ենք։ Մեր Աստված, մենք շնորհակալ ենք։ Հավիտենական Հայր, մենք շնորհակալ ենք։ Շնորհակալ ենք այս զորավոր երեկոյի համար։ Շնորհակալ ենք այս զորավոր պահի համար։ Շնորհակալ ենք այս օրվա մեծության համար։ Շնորհակալ ենք նրա համար, ինչ որ դու արեցիր այս օրը, որովհետև այս օրը մենք դարձանք քոնը։ Հայր, փառավորված եղիր այժմ եւ հավիտյան Հիսուսի զորավոր անունով, եւ բոլորն ասացին ամեն։ Ծափ տվեք արքաների արքային։ Without taking too much time, Առանց շատ ժամանակ խլելու, I want to welcome you all ես to this ասում եմ amazing բարի գալուս բոլորիդ այս գեղեցիկ ավակ ուրբաթ, պարզապես ավակ ուրբաթ չի, գերբնական ուրբաթ է։ I personally believe that Ես today is անձամբ more հավատում եմ, որ significant այսօր than շատ ավելի կարևոր է, քան Քրիսմասը, Սուրբ Ծնունդը։ The Bible says Աստվածաշունչն ասում է. the greatness of a thing is not in its Մի բանի beginning, but in its մեծությունը end. դրա սկզբի մեջ չէ, այլ դրա վերջի մեջ։ So today is much more Ու այսօր important շատ because it ավելի was the կարևոր է, fulfillment of the որովհետև word. այսօր ծնունդը կատարվեց, ամբողջական դարձավ, որովհետև ծնունդը առանց իր ամբողջությամբ եւ կատարվելու անիմաստ է, մեկը տասեք հալելույա։ Today we could break out Եթե Christmas լիներ trees մի into օր, light. որ մենք պետք է բերենք տոնածառներ դնենք, հենց այս երեկոն է, եւ դա It is on ճշմարիտ է։ this day that Հենց այսօր է, joy to the world when it որ was աշխարհի born. ուրախությունը կլինի նրա ծնունդի համար, բայց չէ որ փրկություն եկավ, երբ որ նա մեռավ։ His birth did not Նրա save. ծնունդը չփրկեց, բայց նրա մահը փրկեց։ Look at your neighbor saying, Նա իր his birth did հարևանիդ not եւ save. ասա, նրա ծնունդը չփրկեց, It gave hope. դա տվեց հավատք, His death բայց նրա մահը gave salvation. տվեց փրկություն։ Hallelujah. Հալելույա։ I think you can clap for Jesus. Կարծում եմ Հիսուսի համար ավելի լավ կարող եք ծափահարել, քան ծափարում եք ձեր քույրերի եւ եղբայրների համար։ Zechariah chapter number 4 Զաքարիա and 4 verse 6. 6 I'm so excited to pray for those who are Ես այնքան baptized today. ողջևորված եմ աղոթելու նրանց համար, ովքեր որ այսօր If they will մկրտվեցին։ celebrate you, I'm Մենք celebrating you. եթե նրանք չեն տոնում ձեզ, ես ձեզ տոնում եմ։ Այո։ Hallelujah. Հալելույա։ Zechariah chapter 4 Զաքարիա 4 and verse number 6. խոսք 6-րդ։ If you don't have a Bible, please Եթե look at the աստվածաշունչ screen չունեք, here. խնդրում եմ նայեք էկրաններին, You should have a Bible set. բայց պետք է ունենաք աստվածաշունչ։ It's important. Շատ կարևոր է։ As a relic, you need it. Շատ Hallelujah. կարևոր է, որ ունենաք Good աստվածաշունչ, Friday to all հալելույա։ those who are watching on YouTube right Ավակ now. May ուրբաթ, God բարի bless you. ուրբաթ բոլոր նրանց, ովքեր նայում են on-line, Whether թող it Աստված is օրհնի Saturday ձեզ, or Friday. թեկուս ուրբաթ է, May թեկուս God bless շաբաթ you and ձեզ մոտ, remember թող you Աստված tonight. օրհնի եւ հիշի ձեզ Share the այսօր։ video, like the video, and the Կիսվեք, Lord will show you հավանեք mercy վիդեոն and եւ grace. Տերը ողորմած կլինի ձեր նկատմամբ։ Are you ready to read? Yes. Պատրաստ եք That կարդալու։ was a few people. Are you Մի ready քանի to հոգի read? ասացին, պատրաստ եք Let's կարդալու։ read Այո, together. միասին 1, 2, կարդանք։ 3. Եվ նա պատասխանեց եւ ասեց ինձ, թե սա Տիրոջ խոսքն է արձորաբաբել ասելով, ոչ թե զորությունով եւ ոչ թե ուժով, այլ իմ հոգովը, ասում է զորած Տերը։ Can you change Zerubbabel's name to your name? Կարող եք Զարոբաբելի անունը փոխել եւ ձեր անունը ասել, նա իր հարևանից եւ ասա հարևան, Change that name փոխիր այդ անունը to your own name. եւ կարդա քո If անունը։ your neighbor is not Եթե saying հարևանը it, դա chat to չի another ասում, մի neighbor. ուրիշ հարևանի դա ասա։ You can't be three neighbors, there's only one neighbor.
Ընդամենը մի հարևան պետք է ունենաս, չես կարող ունենալ մի անգամից լինել 3 հարևան։ Եթե այդ հարևանիդ ասում ես եւ ուրիշ կողմ են այն, ուրեմն դա լավ հարևան չէ։ Are you ready? Պատրաստ ես։ Look at your neighbor. Նա իր հարևանիդ եւ ասա հարևան, այդ անունը փոխի։ You ain't Zerubbabel. You ain't Zerubbabel. Դու Զարուբաբելը չես։ Can you look at somebody and tell them that? Նա իր մեկին եւ ասա դա վստահությամբ հարևան, փոխիր այդ անունը դու Զորաբաբելը չես։ Մի ուրիշ հարևանի նույն բանը, ասա հարևան, փոխիր այդ անունը դու Զորաբաբելը չես։ Եվս մեկ հարևանին գտիր, որը շատ լրակյաց է եւ չի ուզում խոսել նույն բանը նրան ասա հարևան, փոխիր այդ անունը դու Զորաբաբելը չես։ Okay, now let's read it with the proper Հիմա context. եկեք because God is կարդանք speaking to ճիշտ you. հասկացողությունը, որովհետև Աստված խոսում է ձեզ հետ։ Ես ասացի Աստված խոսում է ձեզ հետ, ամեն։ 1, 2, 3 եւ նա պատասխանեց եւ ասաց ինձ, թե սա Տիրոջ խոսքն է առ ասելով, ոչ թե զորությունով եւ ոչ թե ուժով, այլ իմ հոգով ասում է զորած Տերը։ Now I want you to say it one Հիմա more ես time. ուզում եմ դա եւս մեկ անգամ ասեք ձեր անունն ու ազգանունը, Because there are many որովհետեւ thoughts. շատ թոդեր կարող են լինել, մի լովի իհարկե, բայց So you have to point which դու thought you're պետք է talking ասես about. որ թոդի մասին ես խոսում։ Hallelujah. Հալելույա։ There's many Lees. There's Bruce Շատ Lee. լիեր կան, Բրուս Լի կա, Ջեթ Լի կա։ We need to know which Lee Պետք է we're իմանանք talking որ about. Լիի մասին ենք խոսում։ Hallelujah. Հալելույա։ 1, 2, 3. Եվս մեկ անգամ եկեք եւ նա պատասխանեց եւ ասաց ինձ թե սա Տիրոջ խոսքն է առ Word of the Lord unto Will Catlin, saying, not by might, nor by power, but by Շով ոչ զորությամբ, բայց իմ հոգով ասում է Now we are almost there. հոգիների Տերը։ The energy is charging. Don't use Գրեթե your տեղում opinion, ենք, use ձեր your մեջտեղի last name, անունը because մի that's where your օգտագործեք, bloodline, ձեր that's what they ազգանունը belong. օգտագործեք, հենց այդտեղ է ձեր դենեթեն, ձեր ընտանիքի դենեթեն, ձեր ազգանունի մեջ է, դուք ձեր առաջին անունը չեք, դուք ձեր ազգանունն եք, հարևանին ասացեք դու քո անունը չես, դու քո ազգանունն ես։ Ահա, Are you ready? պատրաստ եք։ One more time. Մեկ 1, անգամ 2, եւս 3. եւ նա պատասխանեց եւ ասաց ինձ թե սա Տիրոջ խոսքն է առ This is the word of the Lord unto Will Catlin. ասելով ոչ թե զորությունով եւ ոչ թե ուժով, այլ իմ հոգով ասում է զորած Տերը։ You may sit in Կարող եք heavenly. նստել երկնային վայրերում։ Now, as children of God, Որպես Տիրոջ զավակներ, the most confusing times ամենաշատ of our lives խառնակից is when we are ժամանակը մեր waiting կյանքում, and anticipating շփոթված for ժամանակը, deliverance. երբ որ մենք նստած սպասում ենք The Bible says ազատագրմանը, many Աստվածաշունչն are the ասում է afflictions of շատ the են righteous, but the արդարների Lord delivered them from սխալները, բայց it Տերը all. նրանց բոլորից So ազատագրում it է։ is the Christian life, Ու դա քրիստոնյայի կյանքն է, որպեսի դու փորձարես դժվարություններ, բայց ավելի շատ քրիստոնյայի կյանքն է, որպեսի դու իմանաս, որ Աստված ազատագրում է։ deliverance is what proves that there is Ազատագրումն է a divine ապացուցում, God որ that կա supports us. երկնային Աստված, որը մեզ սատարում է, քայլում է մեզ հետ եւ պահում է մեզ։ It is by that knowledge Հենց that we այդ also գիտելիքով է, որ մենք understand նաև that հասկանում truly ենք, որ He has իրապես chosen and նա anointed ընտրել է us եւ unto օծել է Himself. մեզ իր համար։ But even though we are Բայց anointed, even չնայած though we նրան, are որ մենք appointed, օծված even ենք though եւ we are born նշանակված for ենք such a եւ time ծնված as ենք հենց this, այս տեսակ ժամանակի համար, because we live in a fallen որովհետեւ մենք world, ապրում ենք we ընկած always need աշխարհում, մենք rescuing. միշտ կարիք We ունենք always փրկության, մենք saving. միշտ կարիք ունենք We փրկագնության։ always are Մենք seeking some միշտ form of փնտրում ենք breakthrough. մի տեսակի We are always ճեղքում, pursuing մենք an միշտ open փնտրում door. ենք բաց We are դռներ, always praying մենք for միշտ increase and աղոթում ենք multiplication. բարձրացման եւ Now there is a բազմապատկման point of our համար, life that ու մեր we կյանքում կա arrive at մի that ժամանակ, all որ these things no հենց longer այդ become պահին prayer ենք հասնում, requests, they երբ որ այս lessen ամենը արդեն աղոթք even չի unto the դառնում, coming դրանք of the Lord. քչանում են նույնիսկ And that մինչև will be Տիրոջ you գարոստը, tonight. ու այս գիշեր դա կլինեք հենց դուք։
Those who are clapping, maybe as Նրանք you come to ովքեր those որ who are online. տափահարում են, ստանում են ավելին։ Գուցե on-line մարդկանց սովորեցնեմ։ They listen. What does that Քչանում են, ինչ է դա If you have 10 նշանակում, buttons, որովհետև եթե դու ունես 10 բեր, ամեն անգամ եթե դու մտնում ես Տիրոջ ներկայության մեջ, մի բերն է ընկնում, երկուսը, երեքը, հինգն է ընկնում, պատճառը որ այդ բերը քո վրայից ընկնում է, նրանում է որ ինչքան դու հասունանում ես, այնքան դու ավելի ես արձակում դա առ Տիրոջը, բայց կա բեր, որը որ մենք չենք կրում, կան բերեր, որոնք որ սիտուացիաներ են մեր կյանքում, որ մենք չենք կարող կառավարել։ when we think about this Երբ որ մենք մտածում ենք այս զորավոր երեկոյի մասին, մենք հիշում ենք այն զոհը, որն Աստված արեց մեր համար, իր միածին որդուն տալով Հիսուս Քրիստոսին տալով։ God was not compelled by anything Աստված համոզված չէր մի բանով, ինչ որ մենք էինք արել, այլ այն սիրով, որ նա ուներ մեր նկատմամբ, որ Հիսուսին տվեց մեզ։ Այս տարիներ շարունակ մարդիկ սպասում էին, որպեսզի ազատագրվեին մեղքից, որովհետև մարդու թշնամին այդքան էլ սատանան չի, սատանան իրապես թշնամի է, բայց նա այնքան փոքր թշնամի է համեմատած նրա, ինչ որ ձեր նախկին Կիրակնորիա դպրոցում են ձեզ սովորեցրել։ Ես ասում եմ Կիրակնորիա դպրոց, որովհետև դուք արդեն ավարտել եք, հիմա դուք հայտնության ազգի մի մասն եք, էլ Կիրակնորիա դպրոց չկա։ Բայց լսեք ինձ Տիրոջ հոգով, թշնամին երբևէ չի եղել հենց արմատային խնդիրը մարդ տեսակի, մարդկության մեծագույն խնդիրը միշտ մեղքն է եղել, մեղքը չի ստեղծվել սատանայի կողմից, բայց սատանան նույնպես մեղքի պատճառով ընկավ։ Եթե դու հոգևոր բաներ հասկանաս, նաև կընկալես, որ մեղքը չսկսեց երկրի վրա, այլ սկսեց երկնքում, այն սկսեց հենց Աստծո ներկայության մեջ, մեկը ով Տիրոջ սարի վրա, Տիրոջ ներկայության մեջ էր, դարձավ մեղքի զոհը եւ իր մեղքը իր հպարտության մեջ էր եւ իր այն հնազանդության մեջ, ու հենց այն պահին, երբ որ մեղքը մտավ երկիր, նկատեք սատանային աշխարհ ուղարկեց Աստված, բայց մեղքը դեռ չէր մտել աշխարհ։ Is somebody listening to me? Մեկը Is somebody լսում listening to me? Մեկը լսում է ինձ, Because Satan has no որովհետև power over the սատանան earth. չունի զորություն երկիր մոլորակի վրա, ու չնայած նա աշխարհում է երկրի վրա է։ Sin could not enter Մեղքը the չէր world կարող through him մտնել because նրա he has no միջոցով երկիր, influence on որովհետև any նա human being, ոչ at մարդ least in the էակի Garden of վրա Eden. չի կարող ազդեցություն թողնել I know գոնե I'm not Եդեմի teaching պարտեզում, tonight, but I իհարկե hope you can bear ես with մի me. փոքր սովորեցնելու եմ ձեզ այսօր ու So you հույսով եմ, find որ that կընկալեք։ Satan Ու դուք could not հասկանում եք, որ attack սատանան Adam and չէր Eve կարող by հարձակվել Ադամի եւ giving them Եվայի վրա, sickness նրանց or հիվանդություններ տալով, diseases or կամ թուլություններ struggles տալով, or դժվարություններ տալով, dryness or կամ չորություն financial տալով, կամ difficulty ֆինանսական դժվարություններ because տալով, the influence of որովհետև Satan, սատանայի the ազդեցությունը, access that Satan uses այն even հասանելիությունը, to որ steal, սատանան kill and օգտագործում է, որ destroy նույնիսկ is the գողանա, power of սպանի sin, not any եւ power he կործանի, դա possesses. մեղքի զորությունն է, ոչ թե իր You take ունեցած away sin զորությունը։ and the Եթե devil is մեղքը powerless վերցնես, because սատանան անզոր Satan կլինի, is an որովհետև infected man. սատանան ինքը And I use the վարակված word մարդ է, ու ես մարդ բառը to show you how օգտագործում եմ, carnal որպեսզի he ցույց is. տամ ձեզ, թե ինչքան He's not մարմնական է spiritual նա, at նա all. հոգևոր չի How ընդհանրապես, carnal he is. The Bible ինչքան says, մարմնական է "Is նա, this the man Աստվածաշունչն that ասում է, deceived the արդյոք whole այս world?" այն մարդն էր, որ He's խաբեց not ամբողջ supernatural աշխարհին, the way you այսինքն think. այն He's a տեսակ spiritual գերբնական being, չէ, but he's ինչքան a որ դուք carnal եք being. մտածում, նա հոգևոր է ակի, բայց Because նա to be carnal has մարմնական nothing է, to do with the որովհետև flesh. մարմնական լինելը It has to do մարմնի with the մաշկի հետ condition of կապ your չունի, mind դա and ձեր your spirit. մտքի վիճակի հետ կապ ունի եւ ձեր Because when you հոգու look at վիճակի Satan, հետ, his core որովհետեւ երբ desires որ are նայում եք carnal. սատանային, I am նրա մեծ beautiful. ցանկությունները Look at my wings. մարմնական էին, ասում էր ես Look at my գեղեցիկ եմ, diamonds. նայեք Look իմ at all ադամանդներին, this. նայեք Those իմ are carnal թևերին, այս interests. ամենին They're նայեք, not դա spiritual. մարմնական Because when somebody հետաքրքրություններ են, ոչ becomes հոգևոր, spiritual, որովհետեւ their երբ որ մեկը դառնում է treasure is being with հոգևոր, Jesus. նրանց գանձերը Հիսուսի հետ լինելն է։ Their treasure and their joy Նրանց is to be in the ուրախությունը presence Աստծո ներկայության մեջ of the Lord լինելն է։ Jesus. Look at your neighbor, say, my Նայր treasure հարևանիդ is to եւ be in ասա his իմ presence. գանձերը Տիրոջ ներկայության մեջ լինելն է, իմ գանձերը նրա ներկայության մեջ լինելն է, չեմ լսում ձեզ։ The treasure or Գանձերը the joy and the կամ fulfillment of ուրախությունը the կամ is not հավատացյալի going to heaven. կայանալը
Նրանով չի որ միայն երկինք գնա, այլ Աստծո հետ լինի, հենց դա արդեն դառնում է երկինք։ Ու եթե ես երկրի վրա Աստծո հետ եմ, ուրեմն ես երկնքում եմ, եթե ես Աստծո հետ կրակի մեջ եմ, ուրեմն դա է երկինքը, որովհետև մեր գանձերը հենց Աստված է դառնում մեր գանձը, եթե ես Աստծո հետ եմ, ապա ես կայացած եմ։ So Satan is not powerful. Ու Սատանան զորավոր չէ։ Satan has gimmicks. But the strength that Բայց այն ուժը, որը որ բոլորը հավատում են, որ Սատանան ունի, իրենը չէ, այլ մեղքի ուժն է, որովհետև մեղքը պղծում է ամեն բան, ինչին որ կպնում է, ու կառավարում է ամեն բան, ինչը որ վարակում է։ Ու Սատանան մեղքով վարակված լինելով։ Նա փնտրում էր, թե ում կարող է վարակել, ուրիշում կարող է վարակել, որովհետև նույն կերպ դա ազդեց իր վրա, դա կազդի մյուս բոլորի վրա, ով որ կգա այդ նույն անեծքի կախարդության տակ, որևէ մեկի հետ խոսում։ Վստահ եք, որ ձեզ հետ եմ խոսում, շարժեք ձեր ձեռքերը, եթե կարող եք ինձ հասկացեք սա Աստծո հոգով։ Հասկացեք սա Աստծո հոգով։ Սատանան կործանեց իր ապագան, նա ապագա չունի, որովհետև մեղքը գալիս է սպանի, գողանա և կործանի։ Այն պահին, երբ որ Սատանան վարակված էր, մեղքը նրա վրա ազդեց և նա նաև կորցրեց ոչ միայն իր տեղը, այլ նա կորցրեց իր ճակատագիրը։ Սատանան չունի ապագա, չունի վաղը, որովհետև մեղքը սպանում է ամեն բան, ինչին որ դիպչում է։ Աստվածաշունչն ասում է, որ մեղքի վերջը մահ է։ Բայց Սատանան չի կարող գողանալ, սպանել կամ կործանել։ Միայն մեղքը կարող է դա անել, այն մեղքը, որը Սատանան բերում է ձեզ, որը որ գողանում է ձեզ, նից չորացնում է ձեզ և վերջում սպանում է ձեզ։ Հասկանալի է։ Սատանան կրում է իր մեջ վարակ ու կործանում է ձեզ։ Before you and me were created. Ու մինչև որ ես և դուք ստեղծված էինք։ So it appears like he controls. Ու կարծես թե դա նա է կառավարում, բայց նա իրականում չի կառավարում։ Ահա թե ինչու Աստված չազատագրեց նրան մեղքից, նա մինչև այսօր մեղքի լծի տակ է։ Հասկանալի է սա։ Ես տալիս եմ ձեզ մեղքի հիմքերը, մեղքի հասկացողությունը, որպեսզի դուք հասկանաք, թե ինչքան մեծ է խաչի զորությունը։ So what we are competing and fighting. Ու այն ինչի դեմ որ մենք կռվում ենք, դա դևերը չեն, դիմոնները չեն։ Մեկը կարող է ինձ լսել։ We are not fighting against. Մենք չենք կռվում դիմոնների դեմ։ Սատանան մեր ոտքերի տակ է, նա իր հարևանիդ եւ ասա Սատանան մեր ոտքերի տակ է։ Չեմ լսում ձեզ, ասացեք Սատանան մեր ոտքերի տակ է։ Սատանան մեր ոտքերի տակ է։ Երբ որ Տեր Հիսուսը եկավ, մեր հոգին եւ մեր շունչը ստացան փրկություն։ Բայց մարդ էակը կամ ֆիզիկական մարմինը, որը որ մենք դեռ ունենք, դա ունի մեղքի դեր իր մեջ, բայց լավ լուրը նրանում է, որ մենք նաեւ ինքներս մեր մարմնից ենք ազատագրվել։ We are crucified with Christ. Մենք Քրիստոսի հետ խաչված ենք, բայց դեռ ապրում ենք այն կյանքը, որ ապրում ենք մարմնի մեջ, ապրում ենք Աստծո որդու հավատքով։ Ու չնայած, որ մենք ապրում ենք այս մարմնի մեջ, այս մարմինը դուք չեք։ Նայր հարևանիդ եւ ասա, այդ մարմինը քոնը չէ։ Սա պարզապես ժամանակավոր կացարան է, որ մի օր, որի միջից դու դուրս կգաս, And God will give you a better one. Եվ Աստված քեզ ավելի լավը կտա, որը որ կլինի քո հավիտյան ապրելու վայրը։ Հասկացեք, որ քանի դեռ դուք ունեք այս մարմինը արդեն
կունենա կարիքներ անելու բաներ, որոնք որ Աստծո դեմ կլինեն, ու կապ չունի ինչքան եք դուք աղոթում, կապ չունի ինչ լեզուներով եք դուք խոսում, դուք կունենաք թուլության պահեր, դուք կունենաք պահեր, որտեղ որ մեղքը դուք կկարողանաք գտնել ձեզ մեղքի մեջ կամ մեղքով կտարվեք, բայց դուք նաև կկարողանաք այդ մեղքից դուրս գալ, որովհետև մեղքը էլ ձեզ չի կառավարում, չնայած որ երբեմն կարող է կառավարել ձեր մարմինը։ Բայց սատանան մարմին չունի, հոգու մարմին ունի։ Երանի մեկի աչքերը այս պահին բացվեին։ Մարդ էակը ֆիզիկական մարմին ունի, որը որ մենք կոչում ենք բնական մարմին, եւ մարդիկ ունեն շունչ, որը որ միտքն է, ձեր կամքը եւ ձեր էմոցիաները, եւ դուք ունեք ձեր հոգին, որը որ ամբողջությամբ ուրիշ բաներից է ստեղծված, Տիրոջ հետ մոտիկություն, գիտակցություն։ Եվ ով գիտի երրորդը որն է։ Շատ երկար եք իմ կողքին, սա պետք է իմանաք։ Lord, give me the answer. Տեր տուր ինձ պատասխանը։ That's a quiz. I will see who can remember. Կտեսնեմ թե ով կկարողանա հիշել։ Also possesses its own attributes. Ձեր հոգին նույնպես ունի իր մասնիկները, դրա համար շատ եք չեք կարողանում տարբերել ձեր հոգին ու ձեր շունչը, որովհետև չգիտեք թե ինչն է նրանց տարբերությունը։ Նրանք երկուսն են մատերիալ չեն, բայց դա չի նշանակում, որ նրանք նույնն են։ Լսում եք ինձ։ So now understand this by the Spirit of God. Հասկացեք սա Տիրոջ հոգով։ When Adam was infected with sin, Երբ որ Ադամը վարակվեց մեղքով, մեղքը միայն սպանեց նրա մարմինը, affected his soul. ազդեց նրա շնչի վրա եւ կործանեց նրա հոգին։ When Jesus came, Երբ որ Հիսուսը եկավ, the Bible says he Աստվածաշունչն ասում է, որ նա լցրեց մեր հոգին ու մենք դարձանք նոր էակ, նոր ստեղծագործություն, այսինքն փոփոխություն եղավ։ Հին հոգին կործանվեց անմիջապես եւ դուք ստացաք նոր հոգի։ and then now the soul. Ու հիմա ձեր շունչը կարող է փրկվել ձեր մտքի նորոգությամբ։ Is this making sense? Հասկանալի է սա։ Are you following? Where do you Հասկանում եք, շարժեք ձեր ձեռքերը, եթե հասկանում եք So ինչ your եմ ասում։ spirit has already Ձեր հոգին արդեն փոխվեց, դուք չունեք հոգի, որը որ այս աշխարհից է այլևս։ Դուք ծնված եք հոգուց, նայեք ձեր հարևանին եւ ասացեք, ես ծնված եմ հոգուց։ don't mistake living in this Մի շփոթեք այս մարմնի մեջ ապրելը այս աշխարհից լինելու հետ։ Դուք այս աշխարհում եք, բայց այս աշխարհից չեք, որովհետեւ ձեր հոգին երկնքից է, բայց դուք այցելում եք երկիրը ապրելով մարմնի մեջ, որպեսզի ձեր շունչը կարողանաք փրկել։ So it doesn't matter how well you Ու are կապ doing. չունի թե ինչքան լավ կկարողանաք պահեք ձեր մարմինը, ինչքան կարողանաք պարապել։ That body is doomed for Այդ destruction. մարմինը միևնույնն է կործանվելու է, այն վարակված And է։ it is the only access Satan has Ու to միակ you հասանելիությունն է, because որը he is սատանան also ունի infected. դեպի ձեզ, որովհետև նա So նույնպես it is վարակված easy է։ for him to access Ու those հեշտ է people. նրա համար, որ But the հասնի difference նրանց, is when ովքեր it որ comes to վարակված you, են, he բայց doesn't տարբերությունը come to նրանում you. է, որ երբ որ He նա comes գալիս է to ձեզ the մոտ, նա չի house that գալիս you ձեզ live in. մոտ, նա գալիս է այն But տունը, you որտեղ are որ not դուք that ապրում եք, house. բայց You դուք are այդ տունը separate from that չեք, house. դուք առանձին եք այդ տնից եւ դուք լցված եք զորությամբ, որպեսի մաքրեք այդ տունը, որի մեջ որ ապրում եք։ Մեկը տասեք հալելույա։ Մեկը տասեք շնորհակալ եմ Հիսուս։ So understand this by the Spirit of God. Հասկացեք սա Աստծո հոգով։ Understand this by the Spirit of Հասկացեք God. սա Տիրոջ հոգով։ The instrument of our deliverance Մեր ազատագրման գործիքը շատ ժամանակ շփոթեցնող է, because when we have որովհետև երբ որ մենք ունենք որևէ սիտուացիա,
Շատ դժվար է որպեսզի մենք հասկանանք, թե ինչպես է Աստված մեզ այդ սիտուացիայից փրկել, որովհետև ձևերը, ինչպես որ Աստված ազատագրումն է բերում, այն ձևը չի, ինչպես որ մենք կանեինք, եթե մենք լինեինք Աստված։ Որևէ մեկի հետ խոսում եմ։ Եթե մեկը ձեզ հետ սխալ է վերաբերվում ու դուք Աստված լինեիք, դուք ամենամեծ գույն հսկաներին կստեղծեիք, կծեծեիք ձեր թշնամիներին եւ ճիշտ ձեր կարծիքով ճիշտ ձևով կզբաղվեիք նրանց հետ, կասեիք, օ, ինձ հետ է սխալներ գործում, Միքայել, արի, եթե մեզնից շատերս լինեինք Աստված, մարդիկ վաղուց կործանված կլինեին, բայց Աստծո ձևը դա չէ, Աստված գիտի թե ինչպես մարդկանց հնազանդեցնի իր իմացած ձևով ու Աստծո ձևերը ազատագրման ձեր մտածածը չէ։ Ու ինչու է կարևոր, որպեսզի մենք սա հասկանանք, որովհետև մի փոքր անց շատ խորն ենք գնալու։ Եվ նա պատասխանեց եւ ասաց ինձ, թե սա Տիրոջ խոսքն է, հայտնության եկեղեցուն ասելով ոչ թե զորությունով եւ ոչ թե ուժով, այլ իմ հոգով, չէ՞ որ զորությունն ու զորությունը դա գերբնական ուժն է, ֆիզիկական ուժ, եւ Աստված ասում է ես դա չեմ անի զորությունով կամ ուժով, այլ իմ հոգով։ Ու հոգու բնույթը դրանում է, որ մտնի մի բանի մեջ, որը որ տարբեր է։ The nature of the Spirit of God, the Աստծո anointing of հոգու God, բնույթը, Տիրոջ օծության բնույթը նրանում է, որպեսզի վերցնի այն, ինչը որ կարծիք է, ենթադրություն է, ու Աստված իրեն չի բացահայտի իրենով, նա կգտնի մի գործիք, որը որ դուք չեք կարծում կարող է փրկել, ու նա հենց այդ գործիքը կօգտագործի, որ փրկի, որովհետև նրա հոգին կարող է մտնել ամեն բանի մեջ, ու այդ պահին, երբ որ Աստված կպնի դրան, դա կգործնի իր երկրային զորությունը ու կվերցնի երկնային զորությունը, Տիրոջ զորությունը։ Մենք տեսնում ենք, որ շատերը Տեր Հիսուսի ազատագրումը բաց թողեցին, երբ որ Հիսուսը եկավ երկիր, որովհետև նա երիտասարդ 30 տարեկան հրեա մարդ էր Իսրայելում ու չէր տարբերվում ուրիշ մարդկանցից։ Հեսուս ուրիշ Հեսուսների նման էր, ովքեր որ ապրում էին այդ քաղաքում։ Աստվածաշունչն ասում է ոչ մի գեղեցիկ բան չկար կամ տարբերվող ոչինչ չկա, երբ որ նայում ես Հիսուսի ֆիլմերը, չէ՞ որ նրանք պետք է առանձնահատուկ վերաբերվեն, դուք տեսնում եք ինչքան գեղեցիկ է Հիսուսը, գեղեցիկ մազերով, ես ձեզ ասում եմ, պետք է ապաշխարեք, ամեն բան այնքան մաքուր է երևում, այնքան գեղեցիկ, բայց իրականում, երբ որ Հիսուսը մարդկանց մեջ էր, դուք նույնիսկ չէիք կարող տարբերել, թե որ մեկն է Հիսուսը, ահա թե ինչու, երբ որ Հուդան նրան դավաճանեց, նրան ասացին, ինչպես կիմանանք, որ մեկն է Հիսուսը, Հուդան ասեց, ում որ կհամբյուրեմ, հենց նա է, այսինքն նրանք նույնիսկ չգիտեին տեսքով, թե ով էր Հիսուսը, երբ որ նա իր առաքյալների մեջ էր, չէր կարող նրանց սանազանել, ահա թե ինչու դա շատ հիմարություն է, երբ որ քրիստոնյաներն ասում են, մենք չպետք է աշխարհիկ տեսք ունենանք, բայց Հիսուսը աշխարհում էր, ճիշտ է, աշխարհից չէր, բայց աշխարհում էր ու դու նույնիսկ չէիր կարող տարբերությունը ասել նրա եւ աշխարհիկ մարդկանց։ Չգիտեմ, որևէ մեկը հասկանում է, թե ինչ եմ ասում, դու չէիր կարող տարբերել։ Աստվածաշունչն ասում էր, որ նա մեծ ճանաչվածություն չուներ։ Իսկ ձեզ թվում է, թե Հիսուս ամբողջությամբ գրավիչ տեսք ուներ, ոչ։ Ահա թե ինչու երբ որ նա հարություն առավ, նրան չկարողացան ճանաչել, որովհետև հիմա ուներ այն տեսքը, որը որ ի սկզբանե պետք է ունենար, երկնային տեսքը, եւ երբ որ նա հարություն առավ նոր մարմնով, նա ուրիշների նման չէր, նա նման էր Աստծուն, գեղեցիկ, հաղթանդամ, փառավոր, միլիարդավոր աստղերի գեղեցկություն։ Գուցե դուք չեք սիրում Տիրոջը, բայց ես այնքան եմ սիրում, նա այնքան գեղեցիկ եւ փառավոր է ինձ համար։ Ու նրանք չկարողացան ճանաչել Հիսուսին, որովհետև նա փոխվել էր, բայց մինչև փոխվելը մյուսների նման էր, օծությամբ լի էր, Աստված էր մարդու տեսքով, Աստծո ամբողջականությունը մարմնի մեջ, բայց ու չէր կարող տարբերել։ Նա պարզապես մի ուրիշ հասարակ տղա էր։
So you may look regular. Ու գուցե դու հիմա ունես հասարակ տեսք, բայց ես այստեղ եմ որ ասեմ, դու քո ընտանիքի ազատագրման գործիքն ես։ Այն պահին, երբ որ Սուրբ Հոգին կմտնի քո մեջ, այն պահին, երբ որ Սուրբ Հոգին կլինի քո մեջ, երբ որ Սուրբ Հոգին քեզ բռնի, դու այլևս հասարակ նորմալ անձնավորություն չես, դու ունես աստվածային բնույթ, որը որ վերցնում է մարդկային էությունը քեզնից, չնայած որ դու դրան չես հավատում, որ դու փոխվել ես, որովհետև դու գիտես քո սխալները, դու գիտես որտեղ ես սխալվում, բայց դա չի նշանակում, որ Աստված նույն կերպ է քեզ տեսնում ու վերջին անգամ երբ որ ես տեսա, Աստծո կարծիքը քո իմ մյուսի կարծիքից առավել է։ Վերջին անգամ երբ որ ես ստուգեցի Տիրոջ հաստատումը մարդկանց հաստատումից վեր է, Աստծո այոն մարդկանց այոից վեր է, մնում է այո, չնայած ուրիշները կարող են ասել ոչ, որևէ մեկի հետ խոսում եմ, հարևանիդ ասա, դու քո ընտանիքի ազատագրման գործիքն ես, բացիր բերանդ եւ ասա, դու քո ընտանիքի ազատագրման գործիքն ես, ամեն, հալելույա, լավ չեք տապարում, գուցե օնլայն մարդկանց համար է այս խոսքը։ Նպատակը նրա զոհի նպատակը պարզապես նրանում չէր, որ դուք փրկվեիք եւ գնայիք երկինք, որը որ իհարկե ամենակարևոր բանն է, բայց դա նրա համար էր, որպեսզի Աստված ցուցադրեր իր մեծությունն ու զորությունը ձեզ դարձնելով իր ձեռքի մեջ երկու կողմանի թուր զենք, որը որ նա կօգտագործեր, որպեսզի կախարդություն, դյուցություն, սերնդային անեծքներ, ստերը կործաներ, սերնդային օրինաչափությունները կործանել, որովհետև դուք նրա երկու կողմանի կացինն եք, կապ չունի որ կողմին կխփեք, դուք կկործանեք ամեն բան, որը որ Աստծուց չէ։ Պլանը Նայր հարևանիդ եւ ասա Աստծո պլանը, չեմ լսում ձեզ ասացեք Աստծո պլանը, կարող եք գտնել հարևան, որը որ ավելի աշխուժ է, որովհետև ձեր հարևանները քնած են։ Գտիր մի ուրիշ հարևան եւ ասա Աստծո պլանը նրանում է որպեսի քեզ ավելի զորավոր դարձնի, քան դինամիտը, պայթյունա վտանգ, Աստված ուզում է քեզ ատոմային ռումբ դարձնել քո թշնամու նկատմամբ, որ երբ որ դու մտնես մի վայր, երկինքը պատրաստ լինի ներքև իջնելու եւ կործանելու ամեն դիվային զորություն, ամեն դիվային միջնորդություն, դու դառնում ես բոմ, որ եթե որևէ դիմն փորձի քեզ, սատանան կտարապի, նույնիսկ եթե փորձի քեզ դիպչել, ես այստեղ եմ, որ որևէ մեկին հռչակեմ, Աստված քեզ բարձրացնում է վեր ու ավելի վեր, որովհետև Հիսուսը era որպեսի դու ավելին դառնաս։ Տեր Հիսուսը, երբ որ նա խաչվում էր, նա զորավոր մի բան ասաց, Տերն ասաց սա։ Նա ասաց, ես կարող եմ իմ հորը խնդրել, որ 12 լեգիոն հրեշտակներ ուղարկի, որպեսի բոլորիդ հարցերը հիմա լուծվի, բայց ես դա չեմ անի։ Գիտեք ինչու նա դա չարեց, որովհետև նա ուզում էր, որ դուք կարողանայիք դա անել։ Որովհետև եթե նա աներ, ապա փրկություն չէր լինի ձեզ համար։ Եթե նա աներ, չէր լինի զորություն, որը որ կփոխանցվեր ձեզ։ Ու նա ընտրեց, որ մեռնի, որպեսզի դուք նրա հետ ժառանգոր դառնաք, այն ինչ որ նա ունի, դառնում է ձեր։ Ու եթե սատանան ձեզ փորձում է, դուք չեք ասում, «Օ, ես կարող եմ 12 լեգիոն խնդրել»։ Դուք ուղարկում եք 12 լեգիոն հրեշտակներին։ Դուք եք խոսել մեկի հետ, ով որ պատրաստ է զորության տիրույթ մտնելուն, որը որ ստեղծված է նրանց համար, ովքեր փոխված եւ փոփոխված են։
It is a dimension. Shake your neighbor. Դա տիրույթ է հարևանի դիպչիր եւ ասա դա տիրույթ է, չեմ լսում ձեզ։ Ասացեք դա տիրույթ է։ Դա տիրույթ է։ Ես ուզում եմ որ գորակ ինչքան բարձր կարող եք դա տիրույթ է։ So his death was to usher Ու him. նրա մահան նրա համար է որպեսի ձեզ բերեր այն խորհրդի մեջ, որը որ երկնային է, Աստծո խորհրդի մեջ ձեզ բերեր, որպեսի դուք դառնայիք դուստր որդի, դառնայիք արքայազն արքայադուստր, որովհետև ձեր հայրը թագավորների թագավորն է, դուք դառնում եք արքայազն կամ արքայադուստր երկնքի, որ դուք այս երկրից չեք, այլ դուք երկնքից եք։ Նույն կերպ ոնց որ Հիսուսն ասաց, իմ թագավորությունն այստեղից չէ, դուք նույնպես կարող եք քայլել եւ ասել, իմ հոր թագավորությունը, որի ժառանգորդը ես եմ, այս աշխարհից չէ։ But the key is this now. Բայց բանալին սրանում է, Is whatever the Holy Spirit որ այն ինչ որ Սուրբ Հոգին կբռնի, it loses its earthly դա իր աշխարհիկ հատկությունները կորցնում Jesus է։ our Lord Մեր Տեր Հիսուսը ընտրեց, որ իր մարմինը կոտրվի, chose that his body ընտրեց, torn into որ իր մարմինը մասնատվի, your որպեսի ձեր հոգին, ձեր շունչը կարողանա վերստին ծնվել եւ նորովի ստեղծվել Աստծո ձեռքերի մեջ։ Նրա մահը for us to be պարզապես նրա համար չէր, որ մենք մեղքից ազատվեինք, այլ նրա մահը մեզ համար էր, որպեսի մենք դառնայինք մեղքի դեմ բժշկությունը, բուժումը, որ որտեղ որ մեղք լինի, երբ որ մենք հռչակենք Հիսուսի անունը, հռչակենք Հիսուսի անունը, այն մահը, որ մեղքի հետ էր գալիս, այն շեղումները, որ մեղքի հետ են գալիս, այն խառնվածությունը, որ մեղքի հետ է գալիս, is dismantled ամբողջությամբ կործանվի, որովհետև Աստծո շարունակությունը մտնում է այդ վայրը։ You don't just mention his Դուք name. պարզապես նրա անունը չեք տալիս, նրա անունը գրված է ձեզ վրա ու հենց այդ անունով եք դուք շարժվում, խոսում եւ անում ամեն բան, որովհետեւ Հիսուսի բնույթը, Հիսուս Քրիստոսի բնույթը Christ is now also in you. հիմա նաեւ ձեր մեջ է։ So the same way God brought Ու նույն կերպ deliverance, ոնց որ Աստված ազատագրում բերեց, ենթադրանքը նրանք ենթադրում էին, որ 30 տարեկան հրյամարդը, ով որ Աստված էր մարմնի մեջ, Աստված բերեց փրկություն, այդ նույն ձևով էլ Աստված բերում է փրկություն, որը որ կմնա մինչև Հիսուսի գալուստը, through you. ձեր միջոցով, նրա հոգով, որով իր մահվան շնորհիվ։ His death came to Նրա establish մահը us. եկավ, որպեսի մեզ կայացնի։ His resurrection came to Նրա empower us. հարությունը եկավ, որպեսի մեզ գահավորի։ So we're not just here for a soul Մենք story. պարզապես էստեղ չենք, որ ասենք, օ, ինչպես է նա տարապել։ Լսեք, ես ուրախ եմ, որովհետև այդ տարապողը կարող է ես լինել կամ դուք լինեի։ Երանի մեկը լսերին։ Երբ որ ես նայում եմ, որ Հիսուսը խաչվեց, ես ասում եմ շնորհակալ եմ Հայր, որ դա նա էր եւ ոչ ես։ How religious you Տեսեք are. ինչքան կրոնական եք դուք մտածում։ There was a man in Kenya actually. Կենիայում մի մարդ կար, մի խումբ մարդկանց, ովքեր որ դատի տվեցին Հռոմին, որովհետև նրանք խաչել էին Հիսուսին։ Սա մի քանի տարի առաջ էր ավակուրփատ, ասացին մենք նրանց դատի ենք տալիս ազգերի դատարանում, Killed Jesus. որովհետև նրանք սպանեցին Հիսուսի։ Նայեք, ես ուրախ եմ, որ Հիսուսը խաչվեց, որովհետև նա ուներ զորություն, հարություն առնելու, որովհետև եթե նա չմեռներ, մենք բոլորս ենք մեռնելու եւ մենք չենք կարող հարություն առնել, վերադառնալու։ Մենք շնորհակալ ենք նրա մահվան համար, որովհետև մենք փրկագնվեցինք, փրկվեցինք։ I know this is the hour. Ու ես գիտեմ, սա ժամն է, որ շատ քրիստոնյաներ նայում են Passion of the Christ ֆիլմը, Քրիստոսի ֆիլմը, տեսեք ինչպես են ծեծում նրան, ինչպես են խաչում նրան, արտասվում եք,
արտասվում եք եւ վատ եք զգում նրա համար, ձեր մեղքերի համար վատ զգացեք, չէ՞ որ դուք կարող եք ապաշխարել, բայց երբ որ երկուշաբթին գալիս է, դուք վերադառնում եք այն ամենին, ինչ որ արել եք, որովհետեւ դուք չկարողացաք ստանալ այն, ինչ որ արտադրեց խաչը, դուք պարզապես մասնակի աշխատանքը, գործը ստացաք խաչի, բայց ամբողջական գործը խաչի չկարողացաք ստանալ, որովհետեւ խաչի ամբողջական գործը պարզապես փրկությունը չէ, դա փոփոխությունն է։ Կարծես թե այս խոսքը շատ քաղցր է, բայց որոշ մարդիկ բաց են թողում այն։ Սա փոխող է, փոփոխությունն է, բարձրություն ամենից առավել ինչ որ աշխարհիկ է։ Ու ես շատ շնորհակալ եմ նրա մահվան համար, ես չեմ ցավում, վատ չեմ զգում, միակ բանը, որ ես հիշում եմ, երբ որ ես նայում եմ նրա մահվանը, թե ինչքան դաժան եւ վատ է մեղքը, որ ես հենց դրան էի արժանի, որ մեռնեի, որովհետեւ մեղքի զորությունը Աստծո արդարության մեջ է, որովհետեւ մեղքն իրենով չի կարող սպանել, որովհետեւ մեղքը չի դատում։ Մեկը լսում է ինձ։ Երբ որ դու նայում ես Ադամին եւ Եվային Եդեմի պարտեզում, նրանք կերան պտուղը եւ մեղք գործեցին Աստծո դեմ, բայց նրանք կարող էին ապրել մեղքի մեջ, մեղքը նրանց մեջ կարող էին ապրել, ապա ինչ արեց Աստված, Աստված նրանց պարտեզից հանեց, որպեսզի կյանքի կենաց ծառից չուտեին, որովհետեւ նրանք հավիտենության մեջ կմնային մեղքով։ Եվ Աստված նրանց չտվեց կենաց ծառի պտուղը այն վիճակում, որում նրանք էին, որովհետև փոփոխություն չկար, փրկություն դեռ չէր տրված, նրանք չէին կարող խուսափել մեղքից, ու մեղքը կդառնար հավիտենական։ Because now sin Որովհետև հիմա մեղքը կունենար հասանելիություն հավիտենությանը եւ կկարողանար պղծել հավիտենությունը։ Այս եկեղեցու նպատակը նրանում է, որպեսզի ձեզ արթնացնենք եւ սովորեցնենք հոգեվոր իրականությունը։ Մենք պարզապես հայտնության եկեղեցի չենք, մենք հայտնության համալսարան ենք, որովհետեւ ես ուզում եմ ձեր միտքը բաց լինի, որ սթափ հասկանաք ամեն բան, ոչ թե պարզապես մակերեսորեն Հիսուսը մեռավ ինձ համար, ինչի համար։ Մեղքից եւ թշնամու զորությունից մեղքը թշնամուն չի պատկանում, նույնիսկ թշնամին է մեղքի պատճառով ընկել։ Hello Ու հիմա տեսնում եք, որ Հիսուսը մեր զորավոր Աստվածը, որը որ նույնպես պարտեզում էր, մարդուն հանում է պարտեզից, հավիտենությունից մի քիչ հեռացնում է, որովհետև նրանք դեռ չէին կպել կենաց ծառին։ Չնայած նրանց մարմինը կարող էր մեռնել, բայց նրանց հոգին հավիտյան կապրել մեղքի վիճակում, եւ դա նշանակում է նույնիսկ կարող էին պղծել երկինքը։ Եթե ճաշակ էին կենաց ծառից, մեկը լսում է ինձ։ Քանի որ մենք նրա պատկերով ենք ստեղծված, նրա տեսքով, մենք նրան ենք պատկանում։ Ու եթե նրանք, ովքեր նրան են պատկանում եւ երկնքի ժառանգորդներն են, պղծվեն, ապա նրանք կարող են վարակեն այն վայրը, որտեղ որ պետք է ապրեն։ Եվ Աստված ասաց ոչ, եւ ես նրանց կհեռացնեմ կենաց ծառից, որպեսզի մեղքի զորությունը մեռնի, երբ որ նրանց կփրկեմ, կբերեմ ծառի մոտ, որպես նոր ստեղծագործություն, որոնց վրա մեղքը էլ չի կարող ազդել։ Ես թույլ կտամ, որպեսզի նրանց մարմինը ապրի, որ մեղքը մարմնի մեջ ապրի, բայց մեղքը հասանելիություն չի ունենա նրանց հոգիներին։ Որովհետև Սատանան չի կարող վերստին ծնվել, եւ երկինքը նրա տունը չէ, մեր հոր տունն է։
Նա մահվան առջև է կանգնած։ Ժամանակը շատ քիչ է։ Նա անդադար նայում է ժամին, ասում է՝ ժամն է, ժամը եկել է արդեն, նա նույնիսկ չգիտի երբ է իր ժամանակը գալու։ So God, our Father, gave Ու մեր Հայրը Աստված տվեց Հիսուսին His only Son իր միածին որդուն for a change. փոփոխության համար, այն փոփոխության, որը որ ազատագրումից առավել է, Spirit gets a hold of. ինչին որ Սուրբ Հոգին կապնում է եւ տիրանում է, դա դառնում է փրկության գործիք նրանց համար, ովքեր որ ձեր կողքին են։ Ես ուզում եմ նայենք այս գրվածքին շատ արագ եւ կվերջացնենք։ Գնանք Exodus chapter 4, Ելից 4 verse 1 to 8. 1-ից մինչև 8-ը։ Exodus chapter 4, Ելից verse 4 1. If you're there, 1-ից shout, 8-ը, եթե "Thank you, տեղում եք, Holy ասացեք Spirit." շնորհակալ եմ Սուրբ I can't hear Հոգի։ you. Չեմ լսում ձեզ, ասացեք շնորհակալ եմ Սուրբ Հոգի։ And Moses Եվ Մովսեսը answered and said, պատասխանեց եւ ասեց. Behold, բայց ահա նրանք ինձ չեն հավատալ, they will not believe me, nor ոչ էլ իմ ձայնին կլսեն, որովհետեւ կասեն, թե Եհովան քեզ չէ երևացել։ to thee. After Եվ tonight, Եհովան ասաց նրան. այս երեկոյից հետո, after this service, այս սերվիսից հետո there will be no doubt that God ոչ մի spoke to you. կասկած չի լինի, որ Աստված խոսել է ձեզ հետ։ Now, maybe this one is for those who are Գուցե այս online. խոսքը նրանց համար է, ովքեր on-line When it են։ says you're going higher, Երբ որ նա ասում է դուք վեր եք բարձրանում, բոլորը կիմանան, որ Աստված ասած դուք վեր եք բարձրանում։ Երբ որ նա ասում է նա լայնացնում ձեր տարածքները, բոլորը կիմանան, որ Աստված է ձեր տարածքները լայնացնում։ Երբ որ նա ասի բարձրացնում է, ձեզ կասկած չի լինի, որ այդ բարձրացումը ոչ միայն ձեր դռան մոտ է, այլ հենց ձեր կողքին է, receive ստանում եմ։ verse 2. Երկրորդ խոսքը։ And the Lord Եվ said Եհովան unto me, ասեց նրան. What Այդ is ինչ է քո in ձեռքին։ thy hand? And he Եվ said, նա "A ասեց rod." գավազան։ Now you imagine Հիմա պատկերացրեք, if God had told Moses, եթե Աստված Մովսեսին ասեր. I'm actually going to part the Red Sea with what Ես is in your hands. այն ինչ որ քո ձեռքերի մեջ է դրանով եմ Moses would have been the first one to կարմիր throw ծովը away that բացելու։ stick because that's Մովսեսը դա nonsense. կգցեր եւ նա չէր էլ հավատակասեր, ինչպես կարող ես ասել, սա ես կարող եմ օգտագործել մի բան, որ օգտագործում եմ ոչխարներին հավաքելու համար, քայլելու համար, ոնց կարող ես ասել, որ սա կլինի գործիք, որը կազատագրի մի ամբողջ ազգ։ Հայր դու սխալ մի բան ես ասում։ Do you know how many times Պատկերացնում եք, գիտեք քանի անգամ եք դուք աբորտ արել Աստծո ազատագրումը, որովհետև դուք վերևից եք նայել այն գործիքին, որն Աստված ուզել է օգտագործել ձեր կյանքում։ Do you know how many times Գիտեք քանի անգամ եք դուք ձեր պարգևին your ability վերևից նայել, ձեր կարողությանը վերևից նայել, փոքրացրել եք You դա don't see any պարզապես, value in it, so you think որովհետև դուք չեք տեսել դրա մեջ արժեք կամ մտածել եք, որ դրա մեջ արժեք but the չկա։ value God Բայց places այն in արժեքը, things որ is not Աստված that դնում է they բաների perform վրա, on their նրանց own. կարողությունով չէ, որպեսզի գործեն իրենք իրենով։ Աստված դնում է արժեք ամեն ինչի վրա, ինչը որ կարող է կլանել Աստծո հոգին։ Ամեն բան, ինչը որ կարող է վերցնել իր մեջ Սուրբ Հոգին, դառնում է շատ մեծ արժեք Աստծո համար։ Այսօր Հիսուսի անունով թող որ ձեր մարմնի ամեն բջիջ բարակված լինի Սուրբ Հոգով, ներսից վարակի ձեզ, գրավի ձեզ Սուրբ Հոգին, Սուրբ Հոգով լցվեք, որ այն ինչին, որ դուք տարիներ շարունակ վերևից եք նայել, will become the means of դառնա deliverance. հենց այն ինչը որ կազատագրի ձեզ եւ նրա շնորհիվ ինչ որ Հիսուսը մեր զորավոր Տերն արեց խաչի վրա։ I will finish with this thought. Ես այս մտքով I will կավարտեմ։ finish with this thought. Ես այս մտքով կավարտեմ։ I'm trying. I will finish with this thought. Ես այս մտքով կավարտեմ։ And I pray that this thought Եվ աղոթում եմ, որ այս will միտքը dwell within you. մնա ձեր մեջ։ Ask yourself this. Ինքներդ հարցրեք What ձեզ. does God see in you?
Ինչ է Աստված տեսնում ձեր մեջ։ What does God see in you? Ինչ է Աստված տեսնում ձեր մեջ։ Because when you see yourself, you Որովհետև երբ որ դուք ձեզ տեսնում եք, դուք միայն ձեր թերություններն եք տեսնում։ Երբ որ նայում եք ձեզ, ձեր թուլություններն եք տեսնում։ Երբ նայում եք ձեզ, տեսնում եք ձեր սխալները, երբ նայում եք ձեզ, դուք տեսնում եք այն մեղքի բնույթը, որի դեմ որ դուք շատ երկար ժամանակ պայքարում եք, բայց երբ որ Աստված է նայում ձեզ, ինչ է նա տեսնում ձեր մեջ։ in my greatest times of failure, Մեծագույն ձախողումների ժամանակ իմ կյանքում Տերը եկել է ինձ մոտ, նա երբևէ ինձ չի նայել, այնպես կարծես թե ես ձախողել եմ։ Ես էի մեկը, որ վատ էի զգում, ինձ մտածում թե ձախողել եմ, բայց նա երբևէ չէր մատնանշում այն, ինչ ինձ թվում էր թե ձախողում եմ, նույնիսկ ուշադրություն չէր դարձնում դրան։ what does God see? Ու ինչ է Աստված տեսնում ձեզ մեջ, նայիր հարևանիդ եւ ասա հարևան, ինչ է Աստվածը տեսնում քեզ մեջ։ I can't hear you. Can you say Չեմ that լսում one ձեզ, more time? ասացեք հարևան, ինչ է Աստված տեսնում ձեր I can't մեջ։ hear you. Can you say it Չեմ one more լսում քեզ time? եւս մեկ անգամ ասա հարևան, ինչ է Աստված տեսնում քո մեջ։ Բարձրաձայն ասա, ինչ է Աստված տեսնում քո մեջ, հարևան։ Here is the answer. Այստեղ է պատասխանը նրա ինչ է թե Աստված ինչ է տեսնում քո մեջ։ Աստված տեսնում է Հիսուս Քրիստոսին։ Ամեն։ Եվ եթե Հիսուսը քո մեջ է, դու մեծ արժեք ունես Աստծո համար։ Եթե Հիսուսը քո մեջ է, դու կարող ես անել ամեն բան։ Եթե Հիսուսը քո մեջ է, ապա դու վերևում ես եւ ներքևում ես։ Եթե Հիսուսը քո մեջ է, ապա դու ամեն բան կարող ես։ So when God looks at you, he sees himself. Ու երբ որ Աստված նայում է քեզ, նա ինքն իրեն է տեսնում։ Because God is looking at you beyond Որովհետև Աստված նայում է քո մարմնից առավել։ that God. Մարդկանց համար գեղեցկությունը արտաքինն է, բայց Աստծո համար գեղեցկությունը Հիսուսն է, ու այնքան խորն է ձեր մեջ, ձեր հոգու մեջը։ God is looking at. Ու ահա թե ինչին է Աստված նայում։ That is what God is Ահա observing. թե ինչն է Աստված դիտարկում ձեր That is մեջ։ what God is paying attention. Ահա թե ինչի վրա է Աստված ուշադրություն դարձնում ձեր մեջ։ Դա փրկիչն է, որը որ ինքն իրենով ապրում է քո մեջ, նրա շնորհիվ ինչ որ կատարվեց խաչի վրա։ Tonight is not a time Այս երեկոն մի երեկո չէ, որպեսի դու փոշմանես, պետք չի դու Պատճառը որ դու դժվարանում ես, որովհետև դու մեղքից վեր դեռ չես բարձրացել, մեղքով ես մտածում, եւս մեկ անգամ դա կասեմ։ you don't stop sinning. Դու չես դադարում մեղք գործել, պարզապես ապաշխարելով, ու ապաշխարելը ես էստեղ թեթևը օգտագործում, բայց նկատի ունեմ, երբ որ դու Աստծուց ներողություն խնդրես, դու մեղքին չես հաղթի Աստծուց ներողություն խնդրելով, դու չես հաղթի մեղքին պարզապես ասելով ես դա էլ երբևէ չեմ անի, ոչ, որովհետև այդտեղ չի ձախողումը։ Եթե դու ասում ես ես դա էլ երբևէ չեմ անի, դա չի նշանակում դու ունես ուժ, որ կարողանաս դա այլևս չանել։ Ես միշտ հիշում եմ փարավոնին, Abraham. Աբրահամի ժամանակներին, երբ որ Աստված եկավ փարավոնի մոտ եւ ասաց, այս ինչ արեցիր դու, հետ տուր այս մարդուն իր կնոջը, որովհետեւ նա մարգարե է, եւ նա ասաց, Տեր, ես չգիտեի նա մարգարե էր, եւ դու գիտես, ես նրան չեմ էլ դիպչել, եւ Աստված գիտեք ինչ ասաց, այո, ես գիտեմ, որովհետեւ ես քեզ պահեցի, որ մեղք չգործես իմ դեմ։ So we have made repentance. Ու մենք ապաշխարելը մարդու գործ դարձրեցինք, բայց դա Տիրոջ հոգու, Սուրբ հոգու գործն է մեր մեջ ապաշխարությունը։ Are you here or are you in Բոլորդ Mississippi? էստեղ եք թե Միսիսիպիում եք։ It's the work of the Holy Spirit. Դա Սուրբ հոգու գործն է մեր մեջ։ Մի բան է, որ դու ասես, գիտես քանի անգամ ես դու ասել Տեր, եթե ինձ եւս մեկ անգամ փրկես, Հայր փրկիր ինձ, այս մի անգամ, ու ես էլ երբևէ Do it. դա նորից չեմ անի։ Then God saves you. Ու Աստված քեզ փրկեց, ու վաղը դու ասում ես, ով Տեր, What have I done? ես ինչ արեցի։ Նորից ես նույն մեղքը գործում, ասում ես Տեր, նորից մեղք You գործեցի։ did it again, Lord. What have
նորից ես մեղ գործում ասում ես Տեր ինչ եմ շարունակում անել ու հետո գիտակցում ես որ Աստված հիմնված չի դրա վրա ու դու գիտակցում ես որ Աստված չի հիմնվում քո կարողության վրա որպեսզի կարողանաս դիմակայել Աստված հիմնվում է քո կարողության վրա որ դու հանձնվես նրան որ նա կարողանա քեզ պահել մեկը տասեք Տեր պահիր ինձ այսօր Երբ որ դու ունես մեղքի միտքը, դա նշանակում է այն, որ դու մտածում ես, որ դու կարող ես առանց նրա մեղքից ազատվել եւ դա սուտ է։ Մեղքի մտքով ապրել նշանակում է շարունակաբար անդադար մեղքի մասին մտածել։ What do I mean by that? Եվ ես ինչ նկատի ունեմ դա ասելով Օ ես սա չեմ անի, նա չեմ անի, սա չեմ դիպչի, նրան չեմ դիպչի Երբ որ դու դա անում ես, ասում ես ես չեմ անի, հենց այդ պահին էլ դու անում ես Այն բան, երբ որ դու մեկին ասում ես, օ ոչ դա մի արա, նրանք արդեն ասում են, օ տեսնես որ անեմ ինչ կլինի, արդեն նրանց հետաքրքրում է Արդյունքը, երբ որ դու ասում ես ոչ, կարծես թե դա հրավեր լինի, որովհետև դրան Նով մարդիկ փնտրում են անհնազանդ լինելու ճանապարհներ։ Միշտ փնտրում են օրենքներ, որպեսզի խախտեն։ Ապստամբությունը փնտրում է այդ պահերը, որ խախտի մի բան, մի պահ, որ դու ասում ես ծոմ եմ պահում, քո ստամոքսը սկսում է աշխատել։ Ու նույնիսկ այն ժամերի, երբ որ դու պետք չունեիր ուտելու, ստամոքսդ արդեն քեզնից ուտելիք է խնդրում, որովհետև ապստամբությունը միշտ փնտրում է օրենքներ, որպեսզի խախտի, դա է դրա նույնը ճանապարհներ է փնտրում, որպեսզի մի բան անի, ասում է ինչպես կարող եմ սա անել Դու անժամանակ անընդհատ ոտքով էիր քայլում ու հիմա ասում են ամենալավը քայլելն է ու դու ասում ես օ ես պարզապես կկանգնեմ մարզանքի գործիքի վրա ուզում ես կյանքդ փրկել թե ոչ Այն պահին երբ որ մի բան քո կյանքին օգուտ կտա նույնիսկ ֆիզիկապես ապստամբությունը կգա Դու մեծացել ես բաժարեղեններ ուտելով ու չէիր էլ սիրում Հետո մի պահ սկսեցիր սիրել ու հիմա բժիշկներն ասում են օ պետք է միայն կանաչ բաներ ուտես եւ երկար կապրես ու դու գնում ես սկսում ես կոկա-կոլա խմել մակդոնալդս ուտել ամեն բան որը որ լավ չէ քեզ համար հենց այդ պահին քո անունն են կանչում ասում են մոտ եկ մոտեցիր ինձ It's like doing the dance show. Ու կարծես թե պարանով պարում ես, քաշում են քեզ, և դու ինքդ քեզ հարցնում ես։ Չէ որ սա խնդիր չէր այն ժամանակ, որովհետև հենց որ դու ասում ես ես մի բան եմ անելու, հոգու մեջ բոլորը տեսնում են և մեղքը արթնանում է, մեղքի բնույթը քո մեջ արթնանում է։ Ես երբևէ էլ չեմ զայրանա այդ պայից սկսած հենց բոլոր ովքեր որ կարող են քեզ վրա ազդել գալիս են փորձում են քեզ որովհետև սատանան չգիտի ինչի վրա հարձակվի եթե դու նրան չասես ինչի վրա հարձակվի Now let me talk to those who are ready to hear Դուք խոսեմ նրանց հետ, ովքեր որ պատրաստ են սա լսելու այս հայտնության ճշմարտությունը։ Սատանան չգիտի ինչի վրա հարձակվի, մինչև որ դու նրան չասես։ Հենց որ դու նրան ասում ես, ես խոսքիս մեջ կլինեմ, հենց այդ ժամանակ չես կարողանում կարդալ Տիրոջ խոսքը։ Հենց այդ պահին է, երբ որ TikTok-ը դառնում է շատ հետաքրքիր, տեսնում ես, որ 3 ժամ TikTok-ի վրա ես, փորձում ես Տիրոջ խոսքը 5 րոպե կարդալ, քունը տանում է և քնում ես։ Ասում ես շնորհակալ եմ հայր, դու կարող ես գնալ ամբողջ գիշեր դուրսը պարել, բայց ասում ես, եթե գիշեր արթնանաս 10 րոպե աղոթես, ասում ես, չէ, տեղաշորիս վրա կարող եմ աղոթել, Աստված միևնույն է կլսի, պարտադիր չի ֆիզիկապես կանգնեմ, ասում ես հայր, Հիսուսի անունով, որովհետև այն պահին, երբ որ դու օրենք ես դնում, արդեն մեղքը գիտի, թե ինչի դեմ ապստամբի։
So how do you get free from sin? Ինչպես ես դու ազատվում մեղքից։ Դա նրանով չէ, որ դու օրենքներ դնես, այլ եթե դու քայլես եւ հրճակես ազատություն, չասես ես մեղք չեմ գործի, բայց ասես ես ազատ եմ մեղքից։ Չլսեցիք թե ինչ ասացի։ I am not struggling. Ես չեմ դժվարանում, ես օրհնված եմ։ Այն պահին, երբ որ դուք հակառակն եք խոսում, դուք ձեր միտքը փոխում եք եւ մեղքի չի ապստամբությունն ու մեղքը չեն կռվում քո դեմ։ Նրանք ասում են, ու այս մարդը արդեն ազատված է այս ամենից, ասում է, այդտեղ չեմ կարող գնալ, բայց հենց որ դու ասում ես, ես դա չեմ անի, որովհետեւ դու միայն կարող ես դիմակայել, երբ որ դու այդ պահին փորձում ես անցնել հաջորդ կողմը, բայց երբ որ դու ասում ես հաջորդ կողմը, քեզ չեն դիմակայում, թող որ դու այս երեկո անցնես հակառակ կողմը դեպի քո շնչի քո հոգու, քո շնչի բարգավաճությանը, ֆինանսական բարգավաճությանը, ֆիզիկական բարգավաճությանը, հավիտենական օգնությանը, աստվածային առողջությանը, աստվածային պաշտպանությանը, թող որ դու գնաս մի վայր, որտեղից հետ չես վերադառնաս, տանում եմ Հիսուսի զորավոր անունով։ I want you to rise up. Ես ուզում եմ որ կանգնեք։ Do we have communion? Այսօր ունենք, We don't have communion tonight. այս երեկո չունենք Can we have it? հաղորդություն, կարող ենք հաղորդություն բաժանել։ Lifting your hands to heaven. Բարձրացնելով ձեր ձեռքերը երկինք, շնորհակալություն հայտնեք Աստծուց այն պարգևի համար, որը որ նրա որդի Հիսուսն է։ Շնորհակալություն հայտնեք այն ազատության համար, որը որ Հիսուսն է բերել, այն ազատագրման համար, որ Հիսուսն է, բայց նաև որ ձեզ դարձնում է ազատագրման գործիք։ Շնորհակալություն հայտնեք Աստծուն նրա համար ինչին որ նա հասել է, նույնիսկ որը որ առավել է նրանից ինչ որ դուք հասկանում եք ու հիմա դուք ավելի խորն եք աճում այդ գիտակցության մեջ, բարձրացրեք ձեր ձայնը եւ սկսեք աղոթել։ In your hands, God. I thank you, God. I can hear you praying. Lift your voice. Չեմ լսում որ աղոթում եք, բարձրացրեք ձեր ձայնը։ Բարձրացրեք ձեր ձայնը եւ աղոթեք։ Հայր շնորհակալ եմ, որ ես կդառնամ քո գործիքը, կդառնամ այն անոթը, որը դու կօգտագործես։ Շնորհակալ եմ Տերս քո փրկության համար։ Thank you, God, when you look upon me, God, you see the beauty of Jesus, God. Thank you, Rosa Kayaba. Ike delea rose. Dandole dia radele mamole basia. Ise dele mandele bandole i. Oke satai dele anda la basaye.
Հիսուսի անունով։ Ասացեք Հայր Հիսուսի անունով։ Ես հիմա հասկանում եմ, որ ամեն բան, ինչին որ Սուրբ Հոգին դիպչում է, կորցնում է իր աշխարհիկ գործոնը, եւ դա ստանում է աստվածային երկնային գործոն, Հայր Հիսուսի անունով, այս երեկո թող որ ես փոխվեմ, թող որ ես երբևէ ճանաչված չլինեմ այնպիսին, ինչպիսին ճանաչված էի, թող որ ինձ չտեսնեն այնպիսին, ինչպիսին տեսել են, թող որ ես ամբողջությամբ փոխվեմ եւ փոխվեմ։ Հիսուսի զորավոր անունով, բարձրացրեք ձեր ձայնը եւ սկսեք աղոթել։ Վերցրեք ձեր հաղորդությունը, վերցրեք Տիրոջ մարմինը, բռնեք Տիրոջ մարմինը, ասացեք Հայր Հիսուսի անունով, ճաշակելով քո մարմինը, ես փոխվում եմ, ֆիզիկապես այսօր ես փոխվում եմ, իմ ընտանիքը փոխվում է, իմ ֆինանսները փոխվում են, իմ առողջությունը փոխվում է, իմ բիզնեսը փոխվում է, ամեն բան, որը կապված է ինձ հետ ֆիզիկապես, Հիսուսի մարմնի շնորհիվ փոխվում է, ես ազատ եմ կախվածություններից, ես ազատ եմ սերնդային անեծքներից, ես ազատ եմ սերնդային ցիկլերից, սրանով այսօր իմ փրկիչի մարմնով ես նոր ամբողջական վերականգնման մեջ եմ, ես գնում եմ դեպի ամբողջական բարձրացում, Հիսուսի զորավոր անունով, ճաշակեք մարմինը։ Մինչև որ կճաշակեք Հիսուսի արյունը, ես ուզում եմ, որ տեսնեք ձեզ փոխված, ուզում եմ, որ փոփոխություն հռչակեք ձեր կյանքում ամեն ինչի վրա, ինչի մեջ ուզում եք փոփոխություն տեսնեք։ Ես ուզում եմ այս պահին շատ լրջորեն վերաբերվեք, որովհետև ինչ որ դուք մտածեք եւ ասեք Աստված այդպես էլ կանի, ես ուզում եմ, որ սկսեք մեդիտացիա անեք, ասեք Հայր շնորհակալ եմ իմ առողջությունը փոխելու համար, իմ ընտանիքը փոխելու համար, ամեն բան իմ կյանքում փոխելու համար, ընդունեք այս պահը շատ լրջորեն եւ հոգեվոր աղոտ կարեք, աղոտ, որը ծնված է ձեր հոգուց։ Թող որ Աստված լսի ձեր սիրտը։
Lift your voice. Բարձրացրեք ձեր And ձայնը affirm եւ it now with your own հաստատեք voice. դա ձեր Affirm it now ձայնով, with your voice. հաստատեք դա ձեր You have seen ձայնով։ with the eyes Դուք of your տեսաք spirit. ձեր հոգու You have աչքերով, seen with the eyes of դուք your դա mind տեսաք now. ձեր Now մտքի affirm աչքերով, it հիմա with your հաստատեք words. ձեր խոսքով։ Cosa maladia. Fronasa. Kiliosa vinamaya. Zeleme kumala diazea. Izona mahaza. Le fronte me legida aturia me seke de becusta. Lirea la mason de bedebesu kalide mesa. Lilia noma semene mesor. You are free from sins that you could not Դուք break. ազատ եք այն մեղքերից, որոնք դուք չէիք կարող կոտրել։ Դուք ազատ եք այն մտքերից, որոնք որ դիվային օրինաչափություններ էին ձեզ տալիս։ Դուք ազատ եք ամեն դեպրեսիայից, ամեն ճնշվածությունից։ This body being broken. Հիսուսի մարմնի կոտրվելու շնորհիվ ամեն դիվային բան ձեր կյանքում նույնպես կոտրված է։ Thank you, Holy Spirit. Շնորհակալ եմ Սուրբ Հոգի։ Thank you, Holy Spirit. Շնորհակալ եմ Սուրբ Հոգի։ I want you to lift the cup. Ես ուզում եմ, որ բարձրացնեք բաժակը։ Say, Father, Ասացեք Հայր, as it is written, ինչպես որ գրված է, life is in the blood. արյան մեջ է կյանքը, Indeed, true life եւ իրապես իսկական is in the կյանքը blood of Jesus. Հիսուսի արյան մեջ է, Because it is by that blood որովհետեւ հենց այդ արյունով է, that speaketh better things որը որ խոսում է ավելի լավ բաներ, քան Աբելի արյունը, that I am established in life. որով որ ես կայացած եմ կյանքում, Even into eternal life. նույնիսկ դեպի հավիտենական կյանք։ I thank you for the blood Հայր, of ես Jesus շնորհակալ եմ քեզնից Հիսուսի արյան համար, that will flow through me today. որը որ կհոսի իմ միջով այսօր Take away every եւ կվերցնի ամեն անմաքրություն, It will wash away every կլվանա ամեն անմաքրություն, Impurity. It will cleanse away every կմաքրի ամեն պղծություն, պղծվածություն, away every կկոտրի ամեն տեսակի ուխտ, conscious թե գիտակից, թե անգիտակից, covenants of my նույնիսկ ancestors իմ նախնիների ուխտերը կկոտրի, done on my behalf որոնք որ արել են իմ փոխարեն, without my knowledge. առանց իմ By գիտակցության, reason of the blood of Jesus, Հիսուսի արյան շնորհիվ, my conscience has been իմ cleansed. գիտակցությունը մաքրված է, By reason of the blood Հիսուսի արյան շնորհիվ, of Jesus, complete spiritual ամբողջական հոգևոր ազատություն, my portion. դա իմ բաժինն է, By reason of the blood of Հիսուսի արյան շնորհիվ, Jesus, I have life. ես ունեմ կյանք եւ ունեմ կյանք ավելցուկով, Reason of the blood of Հիսուսի արյան շնորհիվ, I cannot be separated ես չեմ կարող առանձնացված լինել Տեր Հիսուս Քրիստոսից, ոչ ոք եւ ոչինչ չի կարող ինձ առանձնացնել Աստծո սիրուց, ոչ մի հիվանդություն, ոչ մի դիմոններ, ոչ մի հրեշտակներ, ոչ մի սիտուացիաներ, ոչ մի դժվարություններ չեն կարող ինձ առանձնացնել the love of God. Աստծո սիրուց, For his life is in me. որովհետև նրա կյանքն իմ մեջ է, His life is in որովհետև նրա կյանքն իմ մեջ է, me. Flows through. նրա դենեթեն իմ մարմնով է հոսում, ոչ միայն ֆիզիկապես, But spiritually այլ նաև հոգեպես։ Father, I thank you. Հայր, ես շնորհակալ եմ քեզնից, որովհետև դու դա արել ես Հիսուսի զորավոր անունով, ճաշակեք Հիսուսի արյունը։ I want you to start praying in the spirit. Ես ուզում եմ, որ սկսեք լեզուներով աղոթեք։ Շնորհակալություն հայտնեք Աստծուն, որ կյանքը հոսում է ձեր մեջ, ամեն բան ինչին կդիպչեք, կյանք կստանա։ Ամեն ինչի հետ կոնտակտի մեջ լինեք, կյանք կստանա։ Կյանք կհոսի ձեր միջով։ Ամեն տեղ, որտեղ ձեր ոտքը դնեք, կյանք կհոսի։
Մաքրված եք անմաքրություններից, ամեն անմաքրությունից մաքրած եք, մաքրված եք, հռչակեք մաքրություն ձեր երեխաների մեջ, ձեր մարմնի մեջ, խոսեք կյանք ձեր մարմնի եւ ձեր երեխաների մեջ, խոսեք ձեր սերմի մեջ կյանք։ Զորավոր անունով բարձրացրեք ձեր երկու ձեռքերը վեր այս զորավոր աղոթքի համար։ Ասացեք Հիսուսի անունով։ Ես ուզում եմ, որ սա հիշեք։ Ես ձեզ առաջնորդում եմ աղոթքի մեջ, հետո ազատ եմ արձակում, որպեսզի դուք շարունակեք աղոթքը։ Ես ձեզ տալիս եմ ձև, թե ինչպես աղոթեք, որովհետև Սուրբ Հոգին հենց այդ ձևով է ասում։ Դուք զգում եք ինչքան փոխվեց, ինչքան սուրբ ներկայություն եկավ ձեզ վրա։ Եթե զգում եք, ձեր ձեռքերը շարժեք եւ ասացեք շնորհակալ եմ Աստված, զգում եմ քո ներկայությունը, Հայր, բարձրացնելով ձեր ձեռքերը երկինք։ Բարձրացնելով ձեր ձեռքերը երկինք։ Փակելով ձեր աչքերը, մի նայեք ձեր հարևանին, մի շեղվեք։ Սա զորավոր պահ է։ Ասացեք Հիսուսի անունով։ Ես թաթախում եմ իմ ընտանիքը Հիսուսի արյան մեջ, իմ բոլոր երեխաները, զավակները Հիսուսի արյան մեջ են, իմ ապագա սերմը Հիսուսի արյան մեջ է, ամեն բան, որ ինձ հետ կապ ունի, Հիսուսի արյան մեջ է։ Այսօր ես իմ բոլոր զավակներին, երեխաներին թաթախում եմ Հիսուսի արյան մեջ, նրանց մարմինը, նրանց հոգին եւ նրանց շունչը ամբողջությամբ թաթախված են Հիսուսի արյան մեջ։ Այսօր ես ինքս ինձ եմ թաթախում Հիսուսի արյան մեջ։ Ես իմ մարմինը դնում եմ Հիսուսի արյան մեջ։ Իմ շունչն եմ թաթախում, դնում ամբողջությամբ Հիսուսի արյան մեջ։ Իմ հոգին եմ դնում ամբողջությամբ Հիսուսի արյան մեջ։ Իմ մարմնի, իմ էության ամեն մասը ապահովված է Հիսուսի արյունով։
Այսօր ես իմ ամբողջ տունն եմ թաթախում Հիսուսի արյան մեջ։ Իմ մեքենաներն եմ Հիսուսի արյան մեջ դնում եւ ոչ մի դժբախտ պատահար չի գտնի ինձ ճանապարհում, ոչ մի վաղաժամ մահ չի գտնի ինձ կամ իմ երեխաներին։ Այսօր ես ամեն բան, որ ինձ հետ կապ ունի, թաթախում եմ Հիսուսի արյան մեջ։ Թող որ Հիսուսի արյունը ամեն հիվանդություն վերցնի։ Թող որ Հիսուսի արյունը ամեն դիվային իշխանություն վերցնի։ Այս աղոթքի շնորհիվ ամեն դիմոն իմ կյանքում, ամեն դիմոն, որ թաքնված է իմ կյանքում, Հիսուսի անունով ես հանում եմ քեզ տանից, ես հրամայում եմ քեզ հեռանալ, էլ երբևէ չվերադառնալ։ Բարձրացրեք ձեր ձայնը եւ սկսեք աղոթել։ Տերն ինձ ասում է, որ աղոթեմ նրանց համար, ովքեր որ տանից նայում են։ Զորավոր ազատագրումներ կկատարվեն ձեր կյանքում։ Ֆիզիկապես, հոգեպես, ձեր առողջության մեջ, ձեր ֆինանսների մեջ զորավոր ազատագրումներ կգան։ Եվ ձեր կյանքը հենց այս պահին, որ դուք նայում եք, կփոփոխվի։ Հիսուսի զորավոր անունով ես ձեզ նույնպես թաթախում եմ ձեր ընտանիքները, ձեր երեխաներին Հիսուսի արյան մեջ ամբողջությամբ սուզում եմ ձեր մարմինը, ձեր հոգին, ձեր շունչը Հիսուսի արյան մեջ ես հեռացնում եմ ամեն իշխանություն, որ դիմոններն ունեին ձեր կյանքի վրա Հիսուսի անունով Հիսուսի արյան շնորհիվ Խավարի զորությունները կոտրված է ձեր վրայից, խավարի զորությունը կոտրված է ձեր ընտանիքի վրայից։ Կյանքը իրապես արյան մեջ է։ Ինչքան ավելին Հիսուսի արյան համար։ Թող որ այսօրվանից Հիսուսի արյունը խոսի ձեզ համար։ Թող որ Հիսուսի արյունը խոսի ձեզ համար։ Ձեր կյանքի ամեն բնագավառ, որի մեջ խոսքի կարիք ունեք, թող որ Հիսուսի արյունը խոսի ձեզ համար, թող Հիսուսի արյունը խոսի ձեր ֆինանսների մեջ, թող Հիսուսի արյունը խոսի ձեր առողջության մեջ, թող Հիսուսի արյունը խոսի ամեն դռնին, որը որ դարեր շարունակ փակ է եղել, թող կյանքը հոսի, թող կյանքը հոսի, թող կյանքը հոսի, Հիսուսի զորավոր անունով,
Clap your hands if you have received Ծափ that. տվեք, եթե դա ստացաք։ I can hear you clapping your hands for the King of Glory. Չեմ լսում, որ ծափահարեք Փարքի King արքային։ of Kings. Ծափ տվեք արքաների For the արքային։ Lord of Lords. Ծափ տվեք տերերի տիրոջը։ All those who got baptized, come quickly. Բոլոր նրանք, ովքեր որ մկրտվել են, շուտ առաջ եկեք։ Come quickly in front. Those who are baptized. Արագ գնացեք առաջ, ովքեր որ այսօր մկրտվել են։ Այս կիրակի զորավոր հարության կիրակի կլինի, որովհետև նաև կլինի օծության կիրակի։ Ես բոլորին կոծեմ, որովհետև այս տարվա համար մարդկանց չեմ օծել։ Are you not excited? Արդյոք ոգևորված We չէ։ are the anointing service for every. Բոլորի համար կլինի օծության սերվիս։ Sunday will be full of deliverance. Կիրակին լի կլինի ազատագրումներով, բժշկություններով, փոփոխություններով։ I will anoint every. Ես կոծեմ բոլորին։ Even your haters. Նույնիսկ նրանց, ում դուք ատում եք, They will become your greatest supporters. նրանք կդառնան ձեր մեծագույն սատարողները։ Amen. Someone like, no, I don't know about that, Lord. Thank you. Can you clap for them as they Կարող եք ծափահարել նրանց բոլորի համար, որ առաջ են գալիս։ Your clapping is a little bit depressing. Մի փոքր դեպրեսիայով լի եք ծափահարում, լավ ծափահարեք նրանց համար։ Are you ready? Father, in the name of Jesus, Հայր Հիսուսի անունով, as this oil begins to touch your people, քանի որ այս յուղը կսկսի դիպչել քո մարդկանց, ես արձակում եմ նրանց մարգարեական the fire գործի մեջ, թող որ հոգու կրակը, որը որ իմ վրա է, այն կրակը, որը որ իմ վրա է, իմ կնոջ, իմ երեխաների վրա եւ նրանց ովքեր որ իմ կողքին են, թող նույն կրակը նրանց վրա գա, երբ որ նրանք կդիպչեն այս յուղին այսօր Հիսուսի զորավոր անունով, the baptism թող որ մկրտությունը, մեծագույն տիրույթների մկրտությունը Հիսուսի զորավոր անունով, Հիսուսի զորավոր անունով, in the name, Հիսուսի զորավոր the անունով, name of Jesus, the name of Jesus, the name of Հիսուսի Jesus, զորավոր the անունով, name of Jesus, the name of Jesus, the name of Jesus, the name of Jesus. Ora Masanta Yaba. Bring them quickly because of time. Come and give me your bottle. Come and give me your bottle. Lera Bashanta Katabaya Kata. I can hear some people praying in the Չեմ spirit. լսում, որ մարդիկ աղոթեն լեզուներով, աղոթեք, Likro. Mazefete. 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 A realm and a dimension տիրույթներ, նոր տիրույթներ upon you. կգան ձեզ վրա։ You are entering a familiar Դուք ground մտնում by the եք Spirit. ճիշտ վայր հոգու համար։ Even though you have not known it, it's become Չնայած դուք դա չեք ճանաչել, հիմա ձեզ ճանաչելի կդառնա։ Թող որ այս տիրույթը ճանաչելի դառնա ձեզ համար։ Տեսիլքներ, տեսիլքների տիրույթ, կրակի տիրույթ։ devils will see you and they will Որ look for an exit. թշնամիները, սատանաները, դևլները ձեզ տեսնեն ու խնդրեն, թե ինչպես կարող են փախչել։ Realm of power. Զորության տիրույթ, զորության տիրույթ, զորության տիրույթ,
Kido, Kido. Runa Nana Sante. Runa Mama Sante. Runa Mama Sante. Runa. Laisticos Celestino. Ilia Sonte. Զորության տիրույթ, բարձր տիրույթներ, մեծագույն տիրույթներ, զորության տիրույթներ, լեգրասիվ հիզավանդայ, զորության տիրույթ, ավելի բարձր հոգևոր տիրույթում, realm of power, զորության տիրույթ, realm of power, զորության տիրույթ, realm of power, in the mighty name of Հիսուսի զորավոր անունով, Big man. Father, your servants, Հայր քո ծառաներին մեծ բարձր տիրույթներ, բարձր տիրույթներ, Ես լսեցի, որ Տերը Տիրոջ հրեշտակով, որը որ իմ կողքին է կանգնած, հռչակեց, եւ Տերն ասաց. դուք կկոտրեք ամեն լուծ։ Նա չասեց դուք կկոտրեք շղթաներն, ասաց դուք լծեր կկոտրեք։ Ինչը որ ձեր ընտանիքում պայքարել է սերունդների դեմ, եթե դուք հիմա լսում եք իմ ձայնը, նույնիսկ եթե տանից եք լսում իմ ձայնը, Տերն ասում է, քանի որ դուք կլսեք այս խոսքը, դուք կկոտրեք լծեր, ասացեք Հիսուսի զորավոր անունով։ Ես ստանում եմ օծություն, որ լծեր կոտրեմ։ Բարձրացրեք ձեր ձայնը, ես սկսեք աղոթել։ Տերն ինձ ասաց, որ տամ քեզ սա։ Պատրաստ ես։ Ծափ տվեք Հիսուսին։ Հալելույա։ 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 Իրապես բարի ուրփաթ, իրապես
ավակ ուրբաթ, ինչ ձևով մենք սկսեցինք հայտնության, հարության ուրբաթ շաբաթ կիրակին եւ շնորհավորում ենք նրանց ովքեր որ ջրով մկրտվեցին եւ գտան իրենց տեղը Տիրոջ տիրույթում թեկուզ առաջին անգամ եք այստեղ թե վաղուց եք եկեք շատ ուրախ ենք որ դուք Աստծո տան մեջ եք եւ անհամբեր սպասում ենք որ կիսվենք ձեզ հետ վաղվա եւ մյուս օրվա օրվանով վաղը մեր բժշկության սերվիսը կլինի հայտնության եկեղեցում որտեղ որ հրաշքները հրաշքների ետևից կլինեն հրաշքների ետևից մենք կտեսնենք թե ինչպես է Աստված շարժվում, որովհետև մենք թեթև չենք նայում դրան, թեկուզ դուք ճանապարհորդել եք այստեղ լինելու, թե այստեղից եք մենք անհամբեր ուզում ենք կիսվել ձեզ հետ կիրակի առավոտյան, մենք ունենանք հարության կիրակի։ Ես շատ ոգևորված եմ սրանով կիսվելու ձեզ հետ, որովհետև այս եկեղեցին, Աստծո տունը, Աստծո եկեղեցին, որից որ մենք նրա ներկայությամբ ենք օգտվում, նրա ներկայության մեջ եւ մի փոքր կորցրեցի ինձ, որովհետև նրա ներկայությունը շատ ծանր է, այստեղ ու ես չեմ ուզում թեթև նայել այդ ամենին։ Բայց ես շնորհակալ եմ Հորը, շնորհակալ եմ քեզ Տեր Հիսուս, շնորհակալ եմ Հայր քո զորության համար այս վայրում, քո հոգու քամու համար այս վայրում, որը որ կյանքերը նորոգում է եւ ընտանիքներ է նորոգում եւ մտքեր է նորոգում, որ ամեն բան նորոգում է մեզ հետ կապված, ինչ որ աշխարհը տեսնում է որ մահացել է դու դա կոչում ես հարության զորություն եւ մենք լցված ենք հարության զորությամբ այսօր մենք կանգնած ենք քո փրկության ուրախության մեջ եւ կանգնած ենք ուժի մեջ գիտենալով որ դու մեզնից առաջ ես գնացել Տեր դու մեզնից առաջ ես գնացել մեզ հետ կապված ամեն բանի հետ կապված ամեն ձեռք էստեղ բարձրացված որպես հանձնվելու նշան որպես գիտակցության նշան Սուրբ Հոգուն այս վայրում ասացեք շնորհակալ եմ Տեր փառաբանեք նրան ասացեք Thank you. Շնորհակալություն հայտնեք Հիսուսին այն ամենի համար ինչ որ արեցիր ինձ համար Եթե նա եկավ մեկի համար, ապա նա եկավ բոլորի համար Նույնիսկ եթե ձեր գլուխը այսօր օծված չէր մարդու կողմից Նույնիսկ եթե դուք օծված չեք մարդու կողմից Իմացեք, որ Տեր Հիսուսը եկավ հենց ձեզ համար Իմացեք, որ նրա զորությունը եկավ հենց ձեզ համար Նրա բժշկությունը եկավ հենց ձեզ համար Նրա ազատագրումը եկավ հենց ձեզ համար Սա մի բան է, որի համար պետք է ուրախանաք նրա հոգու մեջ ասացեք շնորհակալ եմ Հիսուս Շնորհակալ եմ Հիսուս Հալելույա Շնորհակալ եմ Հիսուս Հալելույա Հալելույա Ես ուզում եմ, որ վերցնեք այն, ինչ ուզում եք տալ Տեր Հիսուսին այս երեկո։ Մենք ուրախությամբ, շնորհակալությամբ ենք պատվում Տիրոջը, գիտենալով, որ այն, ինչ որ մենք դնում ենք նրա ձեռքերի մեջ, ոչինչ չի կորի։ Ես այստեղ եմ, որ հռչակեմ ձեզ լավ լուրը, ոչ միայն բազմապատման նրա ինչը որ դուք ունեք, այլ այստեղ եմ, որ ձեզ ասեմ, որ կբազմանա այն ամենը, ինչը որ նույնիսկ ձեզնից չի կարող վերցվել, ինչու, որովհետև երկնային վայրերում է, որտեղ որ չեն կարող դա ձեզնից գողանալ կամ կործանել։ Մենք ունենք ժառանգություն, երբ որ հարցը Հիսուսին է վերաբերվում, որը սկսել է նրա հետ եւ նրա հետ էլ կվերջանա։ Ամեն բան մեջտեղում, ինչը որ տակ հանձնելով Տիրոջը անկեղծ եմ ասում ձեզ, ոչինչի պակասություն չեք ունենա։ Գիտեցեք, որ լավ բաներ կգան նրանց համար, ովքեր սիրում են Տիրոջը։ Բերեք ձեր լավագույնը եւ շնորհակալությունով տվեք Տիրոջը ձեր զոհը, ու մինչև որ կբերեք, ուզում եմ բարձրացնեք ձեր զոհը, ձեր տասանորդը Տիրոջ առջև, Տեր Հիսուսի առջև։ Եվ ինչ ենք մենք անում, երբ որ բարձրացնում ենք, մենք ասում ենք Աստծուն, ոչինչ, ինչ որ ես ունեմ,
ինչ որ բերեմ քո առջև ամեն բան կարող ես վերցնել եւ ես կստանամ այն ամենը ինչը որ ոչ մի տեղից եւ ոչ մեկից չեմ կարող ստանալ ոչ ձեր աշխատանքը դա կանի ոչ ձեր ժառանգությունը կանի այստեղ աշխարհի կյանքում դա միայն այն է ինչը որ կգա նրանից ու ումից որ չեն կարող վերցնել ու Հիսուսն է ասում որ ես եմ մեկը որ դա անում եմ ես եմ մեկը որ բազմապատկում բազմացնում է ձեզ եւ ամեն բան պահում է ձեզ հետ կապված ոչ միայն ապահով այլ ապահովագրված բարձրացրեք ինչ ուզում եք տակ Տիրոջը Հայր շնորհակալ ենք Պարգևի համար եւ շնորհակալ ենք նրան ով Պարգևը տալիս է զոհը տալիս է շնորհակալ ենք որ զոհը ստանում ես Տերս եւ շնորհակալ ենք որ ամեն ինչ որ դնենք քո ձեռքերի մեջ դրան կարող ենք քեզ վստահել Տերս որովհետեւ դա եկել է քեզնից եւ Հայր ամեն ինչ որ ունենք եւ ամենը ինչ որ կանք քեզնից շնորհակալություն ենք հայտնում եւ տալիս ենք քեզ շնորհակալությամբ ուրախությամբ եւ գիտենալով Հայր որ պակասորդ չկա երբ որ մենք ունենք քեզ եւ քո մեջ մենք ունենք ամեն բան ինչի կարիքը երբևէ կունենանք Հայր շնորհակալ ենք Շնորհակալ ենք այս եկեղեցին պահելու համար եւ բոլոր նրանց պահելու համար ովքեր որ այս տան մեջ են որ այս տունը ոչինչի կարիք չի ունենա երբևէ ոչինչի կարիք չի ունենա Հայր դու ես մեկը որ մեզ պահում ես պահպանում ճանապարհ ես բացում ապահովում ես եւ շնորհակալ ենք որ դու երբևէ չես ձախողում Հիսուսի զորավոր անունով ուրախությամբ ձեզ զոհը տվեք վաղը կտեսնվենք Սելոմ սերվիսին հալելույա